Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն է։ Բարև ձեզ։ Շնորհակալություն պարոն Մինասյան հրավերն ընդունելու համար։ Պարոն Մինասյան, մենք կարողացանք պատվով դուրս գալ այս հանդիպումների շարքից, խոսքը գագաթնաժողովների մասին է, որոնց վերաբերյալ կարծես թե բավականին մեծ սպասումներ էին ձևավորվել։ Այո, կարծում եմ այն առումով, որ իսկապես այս երկար սպասվող գագաթնաժողովները բավականին լուրջ ազդեցություն ունեցան եւ Հայաստանի արտաքին քաղաքականության տեսանկյունից եւ տարածաշրջանային, ասենք, կտրվածքով, մյուս կողմից նաև պիտի մենք շատ լավ հասկանանք եւ հասարակությունը նույնպես պիտի այդ ընկալումը ունենա, որ գագաթնաժողովները դա քաղաքական գործընթացներ են, դա քաղաքական ուղերձներն են, իսկ հետագա աշխատանքը պահանջում է ամենօրյա շատ լուրջ, այդ թվում նաև տեխնիկական ոլորտի գործողություններ եւ հասարակությունը պիտի պատրաստ լինի, որ Եվրոմիության հետ բոլոր այդ թվում նաև ոլորտային համագործակցությունը դա այն ապագան է, որը որ չափվում է ոչ թե օրերով կամ շաբաթներով, այլ շատ հաճախ նաև տարիներով։ Դե ասում եք, մենք ստացանք լուրջ աջակցություն արտաքին քաղաքականության տեսանկյունից։ Կոնկրետ ինչ նկատի ունեք եւ ինչի մասին է խոսքը։ Գիտեք, եթե խոսքը գնում է մի իրադարձության, որի արդյունքում Հայաստանը այդ երկու օրվա ընթացքում փաստացի դարձավ ոչ միայն եվրոպական քաղաքական տարածքի մաս, այլ փաստացի քաղաքական սիրտներ համարվում եվրոպական այդ տարածքի, բնականաբար դա մի կողմից ցուցադրում է Հայաստանի հանդեպ եւ Եվրոմիության կառույցի որպես եւ նաեւ անդամ երկրների աջակցությունը, հավանությունը նաև այն գործընթացներին, որոնք որ տեղի ունենում մեր տարածաշրջանում, եւ մյուս կողմից նաև դա շատ լավ հնարավորություն էր տեղում գետնի վրա, ոնց որ ասում են, նաև ցույց տալ Հայաստանում տեղի ունեցող եւ հասարակական քաղաքական եւ տնտեսական զարգացման գործընթացները եւ ամենակարևորը նաև այն հանգամանքը, որ այս գագաթնաժողովը առաջինն էր Հարավային Կովկասում, դա նաև ուղերձ էր տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից։ Ինչ ուղերձ։ Դա ուղերձ էր, որ Հայաստանը մի կողմից հանդիսանում է կայուն եւ նաեւ անվտանգ մի տարածք, մի քաղաքական միավորում Հարավային Կովկասում եւ դա նաեւ նշանակում է, որ Հայաստանը որպես Հարավային Կովկասում նաեւ ժողովրդավարական եւ քաղաքական գործընթացների առաջատար նույնպես ստանում է համապատասխան քաղաքական աջակցություն իր գործընկերներից։ Կարծիքներ կան, որ Հայաստանն այս կերպ ավելի է մոտեցել Եվրամիությանը կամ ավելի է մոտենում Եվրամիությանը ի հաշիվ Ռուսաստանի։ Կան նաև կարծիքներ, որ սա ոչ թե դիվերսիֆիկացիա, ինչպես ասում է գործող իշխանությունը, այլ քաղաքական ուղղվածության փոփոխություն։ Իրականությունը որտեղ է։ Իրականությունը նրանում է, որ մենք տեսնում ենք, որ վերջի քաղաքական, աշխարհական զարգացումների ընթացքում ոչ թե Հայաստանն է հեռանում Ռուսաստանից, այլ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը բավականին նվազեցրել է իր անվտանգային քաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում, ներառյալ նաև Հայաստանում, ինչը պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով, այդ թվում նաև Արևմուտքի հետ հակադրությունները, այդ թվում նաև ուկրաինական պատերազմի ազդեցությունը, որը որ բավականին լուրջ ռեսուրսներ է պահանջում Ռուսաստանից, եւ այստեղ նաև Հայաստանը իր մոտեցումների մեջ փորձում է լիովին այդ հակադրությունների վրա չխաղալ, չնայած որ մենք պիտի նաև հասկանանք, որ բավականին լայնածավալ այս հակամարտությունը Արևմուտքի եւ Ռուսաստանի, հատկապես Եվրոմիության եւ Ռուսաստանի միջև դա նույնպես մի իրողություն է, որի շրջանակներում նաև Հայաստանի արտաքին քաղաքականությունը պիտի աշխատի եւ պիտի հարմարվի։ Բնականաբար նաև մենք պիտի հասկանանք, որ այս գործընթացների համատեքստում ինչքան էլ Հայաստանը փորձի չհակադրվել Ռուսաստանին, Ռուսաստանի արձագանքը որոշ չափով լինելու է, Ռուսաստանի արձագանքը լինելու է ոչ միայն այս գագաթնաժողովի համատեքստում, այլ ընդհանրապես նաև այն դինամիկան, որը նկատվում է Հայաստան Եվրոմիություն եւ Հայաստան եվրոպական երկրների հետ համագործակցում, դա որոշ, ասենք, եզրակացությունների եւ որոշ արձագանքների կբերի եւ ես նույնպես սպասում եմ, որ միգուցե նաև Ռուսաստանից տնտեսական, քաղաքական առումներով որոշ քայլեր լինեն, օրինակ ինչ քայլ
քայլեր, որոնք որ կարան ուղղված լինեն, ասենք, հայաստանյան արտադրության որոշ, ասենք, ապրանքների ներմուծումը Ռուսաստանի, որը որ իդեպ նաև ոչ միայն Ռուսաստանի, այլ եվրասիական ընդհանուր շուկայի մասն է, կարծում եմ նաև կլինեն որոշ առումով հասարակական քաղաքական շրջանակներից որոշ արձագանքներ, բայց այստեղ պիտի կրկնեմ, որ ես չեմ կարծում, որ հաշվի առնելով Ռուսաստանի իսկապես շատ լուրջ ներգրավվածությունը եւ զբաղվածությունը ուկրաինական, ասենք, ճգնաժամի եւ հակամարտության շրջանակներում Ռուսաստանը չափից ավելի ռեսուրսներ ի վիճակի է, ասենք, տրամադրել կամ ուղղել Հայաստանի կամ Հարավային Կովկասի վրա, չնայած բնականաբար կարծում եմ որոշ չափով արձագանք կլինի, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ դա տեղի ունենա ոչ միայն պարզապես այս սամիտների, գագաթնաժողովների, ասենք, համատեքստում, այլ նաև այդ ներքաղաքական զարգացումներին, նախընտրական այն պայքարի ֆոնի վրա, որ կա այս պայն Հայաստանում։ Իսկ կոնկրետ այս գագաթնաժողովերի հետ կապված ռուսական արձագանք որոշ շրջանակներից լսվեցին, թե չէ ուսումնասիրել եք, փորձել եք հասկանալ իրենք ինչ կերպ են վերաբերվում եւ Հայաստան-Եվրամիություն առաջին անգամ անցկացվող գագաթնաժողովի եւ նաեւ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովերի հետ կապված։ Այս պայն մենք տեսել ենք որոշ արձագանք, որը որ գալիս է հասարակական, փորձագիտական, ասենք, դաշտից, պաշտոնական դիրքորոշում դեռ չի հայտնվել, բայց ես կարծում եմ, որ մոտակա օրերին որոշ, ասենք, արձագանքներ այդ առումով մենք կլսենք, բայց դրա հետ մեկտեղ ես չեմ կարծում, որ դրանք ինչ-որ ռադիկալ ձևով չափազանց ինչ-որ ուղղվածություն կունենան։ Եվս մեկ անգամ հստակեցնենք, այն ինչ տեղի է ունենում Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, սա դիվերսիֆիկացիա է ի վերջո, թե քաղաքական ուղղվածության փոփոխություն։ Թեև դուք ասում եք, ոչ թե մենք ենք հեռանում Ռուսաստանից, այլ հանգամանքների բերումով Ռուսաստանն ինքը կարծես թե ավելի հեռանում է, բայց այնուամենայնիվ սա ինչ է։ Դա դիվերսիֆիկացիա է այն տեսանկյունից, որ Հայաստանը լրացնում է նաև անվտանգային առումով որոշ բացեր, որոնք որ հայտնի աշխարհակական եւ ռազմական զարգացումների հետևանքով Հայաստանի համար բաց են եղել եւ այստեղ կարևոր է ոչ միայն Եվրամիության հետ որպես կառույցի, որտեղ որ մենք իսկապես նաև անվտանգային առումով տեսնում ենք բավականին ակտիվ զարգացումներ, ակտիվ գործընթացներ, միայն այն հանգամանքը, որ Հայաստանում նաև նախատեսվում է, որ սկսի գործի արդեն երկրորդ առաքելությունը անվտանգային, ճիշտ է, քաղաքացիական, բայց անվտանգային, դա աննախադեպ մի ձևաչափ է ոչ անդամ, ոչ տեխնացու երկրի համար։ Դա մեկ, երկրորդը նաև այդ անվտանգային համագործակցությունը ավելանում է նաև ԵՄ կարևոր անդամ երկրների հետ եւ այստեղ բնականաբար նաև եւ շատ սիմվոլիկ է, որ այդ գագաթնաժողովը նաև հաջորդեց Ֆրանսիայի նախագահի պաշտոնակապետական այցը, որի շրջանակներում մենք տեսանք հետագա անվտանգային եւ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության նոր ուղիներ եւ նոր պայմանավորվածություններ։ Ինչ սպասել այդ ուղիներից ու պայմանավորվածություններից եւ ինչ ժամկետներում արդյոք հստակ են դրանք։ Ընդհանրապես անվտանգային եւ ռազմաքաղաքական համագործակցությունը դա միշտ երկարաժամկետ գործընթացներ են եւ մեզ համար Ֆրանսիայի հետ ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական համագործակցությունը դա ոչ միայն ինչ-որ կոնկրետ կամ առանձին զինատեսակների գնումը կամ մատակարարումը, այլ դա նաև համագործակցությունը ռազմաարդյունաբերական համալիրում, դա այն աջակցությունը, այդ թվում նաև փորձագիտական, որը որ ֆրանսիական կողմը տրամադրում է եւ զինված ուժերին եւ անվտանգային կառույցներին եւ այստեղ խոսքը լավագույն դեպքերում ոչ թե տարիների մասին է, այլ ես կարծում եմ նույնիսկ ավելի երկարաժամկետ հեռանկարի մասին է խոսքը։ Ֆրանսիայի հետ կնքվեց ռազմավարական գործընկերության համաձայնագիր, սա ինչ է մեզ տալու, սա առաջին համաձայնագիրը չէ արդեն այդ Եվրոպական միության երկրներից մեկի հետ։ Այս դեպքում Ֆրանսիայի հետ ենք մենք այդ համաձայնությունը կնքել։ Սա ինչ է տալու հետագայում։ Այո, մենք ունենք ռազմավարական համագործակցության բավականին մեծացող ծավալ տարբեր երկրների հետ եւ պիտի հասկանանք նաեւ, որ կապված նաեւ այդ երկրների հետ պատմական, քաղաքական եւ այլ ձևի հարաբերություններ ունեն տարբեր, ասենք, ծավալ եւ տարբեր, ասենք, նշանակություն, ասենք, մի բան է, եթե դու ունես նմանատիպ, ասենք, պայմանագիր կամ համագործակցության ֆորմատ, ասենք, Ֆրանսիայի կամ Հունաստանի հետ,
մի բան, եթե դա դու փորձում ես ձևակերպել այլ երկրների հետ, որի հետ որ ասենք ռազմատեխնիկական համագործակցության ոչ փորձ է եղել, ոչ ինչ որ պատմական կամ քաղաքական ավանդույթներ են եղել այդ ոլորտում համագործակցելու։ Վերջիվերջով չմոռանանք, որ նաև Ֆրանսիան հանդիսանում է ոչ միայն Եվրոմիության առաջատար երկիր, ոչ միայն ՆԱՏՕ անդամ երկիր, այլ նաև միջուկային տերություն, որը որ ունի բավականին լուրջ եւ տեխնիկական, եւ քաղաքական, եւ տնտեսական ազդեցության հնարավորություններ։ Պարոն Մինասյան, շատ խոսվեց հարաբերությունների նոր մակարդակի մասին, նման ձևակերպում պարբերաբար օգտագործվեց, բայց ինչ է նշանակում հարաբերությունների Եվրամիության հետ հարաբերությունների կամ հենց նույն Ֆրանսիայի հետ հարաբերությունների նոր մակարդակը։ Դա գործնականում ինչ է։ Գործնականում դա նշանակում է, որ բացի քաղաքական բաղադրիչից, այսինքն բացի քաղաքական հայտարարություններից, քաղաքական ուղերձներից, նաև այդ համագործակցությունը, եթե կարելի է իջնում է կամ հակառակը ավելի դետալիզացնում է արդեն ոլորտային տարբեր ոլորտներով եւ տնտեսական, եւ մարդկային հարաբերությունների եւ այլ ոլորտներին, որտեղ որ մենք եւ ոչ միայն մենք, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացին իր վրա կտեսնի այդ համագործակցության, այդ մոտիկության նաեւ արդյունքները։ Այդ արդյունքները նաեւ անվտանգության ոլորտի վրա են տարածվում։ Այդ արդյունքները եւ անվտանգության վրա, բայց նաեւ ոլորտային այդ համագործակցության իր մեջ նաեւ պիտի ներառի եւ արդեն մենք դրա ոնց որ առաջի արդյունքներ ենք տեսնում, ասենք վիզաների ազատականացման գործընթացով իդեպ նաեւ նույն այս Հայաստան եւ մեր գագաթնաժողովի ժամանակ նաեւ արդեն հանձնվեց առաջի այդ կատարման, ասենք, զեկույցը Հայաստանի եւ Եվրոմիության միջև եւ նույն ձևով նաեւ մենք սպասում ենք, որ որոշ ոլորտային համագործակցություն, տնտեսական, արտադրության եւ այլ ոլորտներում նույնպես կակտիվանան։ Այս գագաթնաժողովները հիմք ընդունելով, հաշվի առնելով, մենք կարող ենք մտածել, որ մեկ քայլ առաջ է մեր ճանապարհը դեպի Եվրամիության անդամ դառնալու կամ տեխնատության կարգավիճակ ստանալու։ Թե նման սպասումները չափազանցված կլինեն։ Մենք պիտի իրատես լինենք եւ պիտի հասկանանք, որ այն փաստը, որ Հայաստանում եւ եվրոպական այդ երկու գագաթնաժողովները տեղի ունեցան եւ մենք տեսանք նաեւ համապատասխան քաղաքական բավականին բարձր մակարդակի հայտարարությունները, դա չի նշանակում, որ մենք կարանք միանգամից շատ արագ ինստիտուցիոնալ համագործակցության այդ ճանապարհը անցնենք, դա պահանջում է եւ եվրոպական կողմից որոշ աշխատանքներ, բայց նաեւ տեխնիկական մակարդակով նույն այդ վիզա լիբերալիզացման առումով ես գիտեմ, որ ներսից այդ գործընթացից ծանոթ լինելով, գիտեմ, որ կան խնդիրներ, կան ասենք ոլորտներ, որտեղ որ պարզապես Հայաստանը իսկապես շատ լուրջ տեխնիկական, մարդկային, կառուցվածքային փոփոխություններ պիտի անի, որ մոտիկացնի այն ստանդարտները, որոնք կան, ասենք, Եվրոմիության եւ միության անդամ երկրների եւ նաեւ մոտիկացնենք օրինակ համեմատած այն ծավալին, որը որ ունեն, ասենք, Մոլդովան, Ուկրաինան կամ Վրաստան, այստեղ մենք պիտի հասկանանք, որ կա ճանապարհ, կան ինստիտուցիոնալ համագործակցության եւ ձևափոխման մի ուղի, որը որ անպայման մենք պիտի անցնենք եւ դա ոչ միայն գագաթնաժողովներով է որոշվում։ Պարոն Մինասյան, կուզեի հատուկ ընդգծում անենք անվտանգության ոլորտին, որովհետև երբ խոսում ենք Հայաստան-Եվրամիություն ամրացող, բարձրացող հարաբերությունների մասին, պարբերաբար հնչում են հայտարարություններ ու կարծիքներ, որ Եվրամիությունը մեզ անվտանգություն չի տալու։ Մենք խոսում ենք այն մասին, որ Հայաստանին հիմա Եվրամիությունը քաղաքական աջակցություն է տալիս, դիվանագիտական ներգրավվածություն է տալիս, նաև քաղաքացիական առաքելություններ կան եւ սահմանին եւ առաջիկայում նաև այդ հիբրիդային առաքելության մասին է խոսքը, բայց հարց է հնչում, թե այս աջակցությունները կոնկրետ ինչ կնշանակեն անվտանգության առումով, եթե օրինակ վաղը լինի որևէ լարվածություն, ոնց կդրսևորվեն դրանք գործնականում։ Գիտեք, անվտանգային ոլորտը իր մեջ ներառում ոչ միայն կոնկրետ ռազմատեխնիկական, ռազմական ոլորտ, քաղաքական, ասենք, այն ձևաչափերը, այն ներգրավության ֆորմատները, որը որ Եվրոմիությունը ունի, իհարկե սահմանափակ են եւ քաղաքական են, բայց իրանք այդ հարցերը կարող լուծեն եւ այդ տեսանկյունից ես կարող հիշեցնեմ, որ օրինակ 22-23 թվականներին, մինչև 24 թվականը, երբ որ լուծվում էր նաեւ քննարկվում էր նաեւ Հայաստանում առաջի այդ եվրոպական առաքելության, ասենք, տեղակայման գործընթացը, Հայաստանը փաստացի չուներ որևէ այլ
ալետրանքներ, որոնք որ կարող են ոչ միայն փոխարինել, այլ պարզապես ինչ որ մի դեր խաղային եւ այդ առումով ժամկետի տեսանկյունից հատկապես այդ առաքելության տեղակայումը Հայաստանին հարցերը լուծեց, որտեղ մեզ համար դա չափազանց կարևոր եւ վտանգավոր մի շրջան է, երբ որ իսկապես Ադրբեջանի կողմից ագրեսիայի վերսկսման հավանականությունը բավականին բարձր է եւ Եվրամիության այդ դիտորդների տեղակայումը Հայաստանի տարածքում գոնե քաղաքական առումով այդ զսպման միջոցի դերը խաղաց այն պայմանը երբ որ դա ժամանակավոր միջոց է, այո, ժամանակին դա ունեցել է իր գործուն ազդեցությունը, բայց հետագայում արդյոք Եվրամիությունը ունի պարտավորվածություն կամ վերցրել է, ստանձնել է իր վրա պարտավորվածություն Հայաստանի անվտանգության տեսանկյունից։ Այդ դա ժամանակավոր էր այն պայն, բայց դա այդ ժամանակը չափազանց կարևոր, որովհետև անվտանգային առումով այդ կարևորությունը չափազանց մեծ էր։ Մյուս կողմից նաև մենք պիտի հասկանանք, որ մի կողմից Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը որոշ չափով փոխվում է, եւ երկրորդը նաև Եվրամիությունը որպես քաղաքական եւ աշխարհաքաղաքական դերակատար նույնպես ձևափոխվում է այն անվտանգային հնարավորություններ, այդ թվում ռազմական, ռազմաարդյունաբերական, որը որ Եվրամիությունը չուներ երևի թե մի քանի տարի առաջ, եւ այս պայն նաև շատ արագ ձևով փորձում է ձևափոխվել, հասկանալով նաև, որ օրինակ միգուցե ՆԱՏՕ-ի այն երաշխիքները, որոնք որ գործում են, ասենք, Եվրոպայում նախորդ պատմական եւ քաղաքական շրջանում միգուցե այդքան էլ ռելևանտ չլինեն, այսինքն Եվրամիությունը նույնպես աշխատում է նրա այն ուղղությամբ, որ դառնա նույնպես ռազմաքաղաքական գործոն։ Բայց կա հնարավորություններ ունի առանց Միացյալ Նահանգների։ Դա երկար քննարկման թեմա է եւ ամենակարևորը, որ դրա հստակ պատասխանը նույնիսկ Եվրամիությունը այս պայն չունի, բայց մենք տեսնում ենք, որ շատ կարևոր անդամ երկրներ, օրինակ նույն Ֆրանսիան կամ Գերմանիան, Լեհաստանը աշխատում են նրա վրա, որ այդ այսպես կոչված ռազմավարական ավտոնոմիան, որի մասին աշխատում են, խոսում են եվրոպական երկրներում, դառնա իրականություն, որովհետև դա դիտարկում է ոչ միայն, ասենք, մեր տարածաշրջանի համատեքստում, այլ Եվրոպայի համար դա շատ ավելի եւ շատ առանցքային խնդիր է ուկրաինական ճգնաժամի հետագա զարգացումների եւ նաեւ Ռուսաստանի հետ սպասվող, ասենք, ռազմավարական հակամարտության շարունակության համատեքստում։ Կանադայի վարչապետը եւս այս օրերին Հայաստանում է գտնվել, մասնակցելով Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Սա ինչով էր պայմանավորված եւ կարելի է սա արդյոք նաեւ տեղավորել ձեր ասացի համատեքստում Եվրամիության վերաձևակերպման, իրենց անվտանգային պաշտպանական համակարգի հնարավոր ստեղծման կամ նման մտադրության հետ։ Կանադան շատ եզակի դեր է խաղում եվրոպական անվտանգության համատեքստում, հիշեցնեմ, որ նաև Կանադա Միացյալ Նահանգների հետ այն եզակի ոչ եվրոպական երկիրն էր, որ ժամանակին նաև ԵԱԿ-ի անդամ է եղել եւ դրա հետ մեկտեղ նաև շատ ակտիվ ՆԱՏՕ անդամ երկիր է հանդիսանում եւ երկիր, որը որ նաև եւ քաղաքական եւ գաղափարախոսական առումով չափազանց կապված է Եվրոպայի հետ եւ նույնիսկ ասենք Կանադայի հասարակական քաղաքական շրջանակներում քննարկվում են Եվրամիության հետ ինստիտուցիոնալ հետագա ինչ որ համագործակցության եւ մոտեցման մասին, դա առաջին հերթին եւ մյուս կողմից էլ նաեւ Կանադայի ներգրավությունը այս գործընթացներում նաեւ կարեւոր է աշխարհակական տեսանկյունից, որպես երկիր, որը որ ունի իր առաջնահերթությունները եւ որպես երկիր, որը որ նաեւ մեր տարածաշրջանը դիտարկում է ոչ չեմ կարծում, որ որպես առանցքային նշանակության ազգային անվտանգության խնդիր Կանադայում, բայց երկիր, որը որ ունի որոշ չափով նաև գաղափարախոսական մոտեցումներ կամ գաղափարախոսական հանրություն Եվրամիության հետ։ Զելենսկու հայտարարություններն ու այցը ինչ արձագանք կստանան, ինչ եք կարծում։ Կարծում եմ, որ այդ արձագանքները բավականին նյարդային ձևով կընդունվեն Ռուսաստանում, հասկանալի է, որ նաև Եվրամիության աշխարհակաղակական մոտեցումները հետխորհրդային տարածքում չափազանց մեծ մասով նաև կապված են Ուկրաինայի շուրջ զարգացումներից եւ այստեղ կարծում եմ դա կարևոր է մի կողմից այն տեսանկյունից, որ Հայաստանը նաև
այս տեսանկյունից մոտիկանում է իր մոտեցումներով իր քաղաքականությամբ նաև ընդհանուր եվրոպական, ասենք, դիրքորոշմանը, մյուս կողմից նաև պիտի գնահատենք հնարավոր ռիսկերը եւ հնարավոր արձագանքները, որովհետեւ ուկրաինական ճգնաժամը դա ոչ միայն Եվրոմիության համար կարևոր առանցքային նշանակություն ունեցող խնդիր, այլ նաև էկզիստենցիոնալ խնդիր է նաև Ռուսաստանի համար։ Մեր ներքին քննադատությունների մասին էլ մի փոքր խոսենք, պարոն Մինասյան, հնչում են հայտարարություններ կամ մտահոգություններ, որ այս ամենը կարող է ընկալվել հակառուսական տրամադրությունների ներքո եւ որոշակի խնդիրներ առաջացնել հայ-ռուսական հարաբերություններում։ Կա արդյոք նման ռիսկ։ Գիտեք, կարծում եմ այս պայն հայ-ռուսական հարաբերությունների ընդհանուր տրամաբանությունը այնպիսին է եւ հատկապես Լեռնային Ղարաբաղի շուրջ հայտնի իրադարձություններից հետո հետագա զարգացումների ֆոնի վրա, որ դժվար թե դա որակապես փոխի այն շրջանակները, որոնք որ արդեն ձևավորվել են կամ սահմանափակվել են Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում։ Հիմա այս գագաթաժողովները, որոնք տեղի են ունեցել, ստեղծում են նման տրամադրություններ հակառուսական թե ոչ։ Կարծում եմ, որ արձագանքներ որոշ չափով կլինեն, բայց նաև կարծում եմ, որ Մոսկվայում նաև նույնպես պիտի հասկանան, որ խոսքը չի գնում Հայաստանի կողմից պարզապես հակառուսական գործողությունների կամ հակառուսական դիրքորոշման մասին, խոսքը գնում է նրա մասին, որ Հայաստանը մի կողմից դիվերսիֆիկացնում է իր մոտեցումը եւ մյուս կողմից նաև Հայաստանի համար ոչ միայն աշխարհակական, այլ նաև քաղաքական, տնտեսական զարգացման, ինստիտուցիոնալ զարգացման առումով Եվրոմիության հետ հարաբերությունները ստանում են առանցքային կարևոր նշանակություն եւ այդ գործընթացը շարունակվելու է։ Ընտրություններն են առաջիկայում, շուտով նաև քարոզարշավը կսկսվի։ Ներքին դաշտում էլի քննարկումներ կան այն մասին, նույն Եվրամիության արդեն երկրորդ առաքելության մասին երբ խոսվում է, իրենք ասում են սա կարող է դիտարկվել կամ մտածում են, որ հենց արտաքին միջամտություն է հօգուտ գործող իշխանության, նրանց աջակցության։ Արդյոք դա այդպես է։ Դա նշանակում է, որ խոսքը գնում է իրական քաղաքականության մասին եւ բոլոր երկրներում ներքին քաղաքականությունը միշտ առանցքային է եւ պարզ է, որ բոլոր երկրները փորձում են օգտագործել արտաքին դերակատարների դրական մոտեցումները, աջակցությունը եւ այլն, նաեւ ներքաղաքական պայքարում եւ այստեղ ես չեմ կարծում, որ պետքա մենք ինչ որ մի ձևով տարբերվենք այլ երկրներից, այո, Եվրոմիության հետ համագործակցությունը հանդիսանում է նաեւ իշխող կուսակցության քաղաքական մոտեցումների շատ կարևոր մի մաս, նույն ձևով ոնց որ ընդդիմադիր դաշտում նաև այլ երրորդ Բայց դա միջամտություն է համարվում։ Գիտեք, դա քաղաքական մեկնաբանությունների հարց է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ։ Զրուցակիցը Սերգեյ Մինասյանն էր։ Կհանդիպենք։